Մելվիլ, Մոբի Դիկ կամ Սպիտակ կետաձուկ համառոտ։ Բիբլիական անունով երիտասարդ ամերիկացին Իսմայելը միջոցների սղությամբ արկածախնդրությամբ դրդված որոշում է կետորսական նավով դուրս գալ ծով, որոշում է անդամագրվել նավթաքեթում, կետորսության երբեմնի նավահանգիստ կենտրոնում։ Հյուրանոցում ծանոթանում է կետորս վայրենու Քվիկեկի հետ, նրանք ընկերանում են որոշում են միասին գրանցվել նավի մատյանում, նավը Փեկոդն է, այստեղ Իսմայելն իմանում է, որ նավի նավապետն է փորձառու Աքհաբը, այսպես է բիբլիական անօրեն թագավորի անունը, որը նախորդ նավարկության ժամանակ կռվելով գետի հետ կորցրել է ոտքը, լուրեր են պտտվում, որ այդ ճամփորդությունից նա վերադարձել է խելահեղ, նավապետը տախտակամածի վրա հայտնվում է միայն ծով դուրս գալուց մի քանի օր հետո, Իսմայելը ցնցված է նրա մռայլ տեսքից, որը պայմանավորված է ներքին անհայտ մի ցավով, կայմերին նստած դիտորդներին հրամայված է հորիզոնում փնտրել սպիտակ կետին, նա հիվանդագին կերպով ինքնամփոփ է իր հրամաններն ու արարքները հրաժարվում է բացատրել նույնիսկ իր մոտ օգնականներին։ Իսմայելը ծանոթանում է նավաստիների նավային կենցաղին, փոքր գլուխներում, որոնցից բաղկացած է ողջ վեպը, նկարագրվում են կետորսության գործիքները, կանոնները, հմտությունները, ինքը կետը, նրա մարմնի մասերը։ Մի օր Աքհաբը հավաքում է ողջ անձնակազմը, կայմին է մեխում էկվադորյան ոսկե դուբլոնը, որը բաժին կհասնի Սպիտակ կետին առաջինը տեսնողին, այդ կետին նավաստիները կոչել են Մոբի Դիկ, սա խորամանկ արյունարբու ծովային հսկա է, որն իր մարմնի վրա կրում է կետորսական նիզակների բազմաթիվ սպիներ, հենց Մոբի Դիկն է ոտքից զրկել Աքհաբին, հիմա Աքհաբի հերթն է վրեժխնդիր լինել, ահա ինչու նա պատրաստ է փնտրել գազանին մոլորակի բոլոր ջրերում։ Զուր է առաջին օգնական Սթարբեկը կոչ անում նրան թողնել հանգիստ անբան էակին, որը ենթարկվում է լոկ իր բնազդներին, Աքհաբն ասում է, որ ամեն դիմակի տակ թաքնված է բանական սկզբունքը, եթե վիճակված է հարվածել, ապա հարկ է հարվածել առաջինը։ Երեք տեկավորները իրենց տեկերի մեջ ներկառուցված թասերից խմում են Մոբի Դիկի կործանման համար։ Երբ Պեկոդը հանդիպում է առաջին կետերին, հայտնվում են 5 թխամորթ ուրվականակերպ տեկավորներ, սրանց բերել է իր հետ Աքհաբը Հարավային Ասիայից, մինչ այս պահը թաքցնում էր նրանց իր խցում, նրանց առաջնորդն է Ֆեդալլան։ Չնայած որ Աքհաբի նպատակը Մոբի Դիկին գտնելն է, նա չի կարող արգելել անձնակազմին որսալ մյուս հանդիպող կետերի լցնել տակառները սպերմացետով։ Հանդիպում են անգլիական նավի, որի նավապետը փորձել է որսալ Մոբի Դիկին, բայց անհաջող, այդ որսի ընթացքում նա կորցրել է ձեռքը, Աքհաբը բարձրանում է նավի վրա իր բախտակցի հետ զրուցելու համար, Աքհաբն իմանում է ուղղությունը, որով պետք է գնա։ Եթե ուզում է գտնել Մոբի Դիկին, դարձյալ Սթարբեկը զուր փորձում է համոզել նրան հրաժարվել այդ խելահեղ գաղափարից,